Ոչ մեկին էլ հետաքրքիր չէ, էլի խոսքի այդ ապրանքը, որ արտահանում եղավ, ինչ ազգի մեքենաներով, մեր երկրի մեքենաներն եղավ, այլ ազգի մեքենաներով եղավ, ինչով եղավ, ոչ մեկին հետաքրքիր չի։ Կառավարությունում օրերս ընդունել են նախորդ շաբաթ բողոքի ակցիայի դուրս եկած բեռնափոխադրողներին եւ վարորդներին։ Բեռնատարի վարորդ Վարդան Վարդանյանն ասում է, այս անգամ իրենց լսելու էին եկել միանգամից մի քանի կառույցների ներկայացուցիչներ։ Այս անգամապես հանդիպում երբեք չի եղել։ Տարածքային կառավարությունից եղել են, մաքսայինից եղել են, կառավարությունից եղել են, մի 4-5 ոլորտից մարդիկ եղել են։ Այս անգամ նոր զգացել ենք, որ մենք հանդիպում ենք ունեցել։ Հանդիպման ընթացքում բեռնափոխադրողները պահանջել են, որ կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ, որ հայկական բեռնափոխադրողներն էլ ստանան միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվությունները, որոնք հնարավորություն են տալիս օրինակ Վրաստանից բեռ տեղափոխել Ռուսաստան։ Բոլորը նստել են մեր աշխատանքի վրա, մենք կանգնած ենք, իրանք աշխատում են։ Բեռնափոխադրողները նաև պահանջել են, որ Հայաստանի կառավարությունը բանակցի Վրաստանի հետ սահմանային խնդիրները լուծելու համար, իսկ Եվրամիության երկրների հետ քննարկեն վարորդների վիզաների ու փոխադրումների թույլտվությունների հարցը։ Դժգոհում են, Շենգեն վիզա ստանալը բարդ ու երկար գործընթաց է իրենց համար։ Ասում են, ավելի քան 2 ամիս է հազարավոր բեռնափոխադրողներ գրեթե չեն աշխատում։ Պատճառն ըստ նրանց հայ եւ օտարերկրյա բեռնափոխադրողների համար ստեղծված անհավասար պայմաններն են։ Մեր մեքենաներին առավելություն տրվի օտար ազգի մեքենաներից, որտեղ օտար ազգի մեքենաները մեզ շուկայից ոնց որ դուրս են հանել։ Մեր ճանապարհը որ փակ է, արտահանումները չկա։ Մենք ստեղից բեռ չունենք, որ գնանք։ Ավտոմատ մենք մնում ենք շուկայից դուրս, այսինքն Վրաստանից իրանք բարձում են բարձր գներով գնում են խոսքի օրինակ Մոսկվայից մեր բեռը, մեր հայկական բեռը, վեկալում են հետ վերադարձի բեռ հետ են գալի։ Կառավարության շենքի մոտ նախորդ շաբաթ հավաքված բեռնափոխադրողները բացատրում էին, թե որքան կարևոր է, որ հայկական բեռնափոխադրողները նույնպես միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ, այսպես ասած, դազվոլները, թույլտվությունները ստանան։ Այդ փաստաթուղթը փոխանակվում է երկրների միջև միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում։ Բեռնափոխադրողների խոսքով այսօր վրացական եւ այլ երկրների ընկերություններն այդ իրավունքն ունեն, իսկ հայկականները ոչ։ Թող բոլորին դազվոլ հանեն, թող հարմարացնեն, դազվոլ հանեն, այդ դազվոլով բոլորն էլ քշեն։ Հիմա մի ամիսա մարդը կայնել է, 2 ամիսա կայնել է ու ընդհանրապես իր տուն եկամուտ չի մտնում։ Լոգիստական ընկերություններն էլ պետք է հարկային դաշտ մտնեն, ասում են վարորդներն ու նշում, որ դրանք այսօր սնկի նման բազմանում են։ Միջնորդները, ովքեր որ բարձում են օտար մեքենաները, նախ գալիս է կառավարությունը դա պետք է վերահսկի, որտեղ գալիս են նալիչի գումարը տանում են, մեր երկրում էլ հարկ չի մուծվում։ Դաժե միջնորդի կողմից նալիչի փողերը տանում են ստեղից։ Դրա համար այդ ամեն ինչը պետք է անեցարվի, որ ասենք միջնորդներին կողեն հարկային դաշտ։ Մարդիկ մի հատ հեռախոսեն առնում ու սկսում են լոգիստական կամպանիա բացել ու դրանք մաքրվեն։ Լինի մի հարտակ ու պետության կողմից վերահսկողություն լինի ու լիցենզավորված։ Բեռնափոխադրողների նշած խնդիրները խորացել են հատկապես վերջին ամիսներին Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներից հետո, երբ արգելվեց հայկական գյուղմթերքի, խմիչքի, ծաղիկների ներմուծումը։ Արդյունքում Հայաստանից արտահանվող բեռները կտրուկ նվազել են, իսկ բեռնափոխադրողները հաճախ ուղղակի աշխատանք չեն ունենում։ Դե թող մի ամիս գոնե, մի ամիս լավ պրիմերն է տենց, մի ամիս սարեսնեն այդ բանը, այդ մուծումը, ասեն այս ամիսը չեք մուծում, հաջորդ ամսվանից եք մուծում։ Կառավարության անդամների հետ հանդիպմանը ներկա բեռնատարի վարորդ Վարդան Վարդանյանն ասում է, ոլորտի հիմնական խնդիրներն ու պահանջները ներկայացրել են։ Սպասում են, որ պաշտոնյաները դրանք փոխանցեն արձակուրդում գտնվող վարչապետին եւ հետո իրենց պատասխանեն, թե որ հարցին ինչ ընթացք է տրվել։ Ասում են, երկար սպասել չեն կարող։ Ամենաշատ 2 շաբաթ, ամենաշատ։ Արդեն շաբաթը հեսա լրանա, մնաց մի շաբաթ։ Ես 3 ամսա չենք շնորհից աշխատավարձ ստանանք։ Դանակ ասելա ոսկորներից, էլ արդեն սպասելու տեղ չկա։